Տերը օրհնի իրականում այսօր հրաշալի օր է քրիստոնեական աշխարհում, որ ընդունված է, որ պետք է նշենք Քրիստոսի հարության տոնը։ Ժողովուրդը ասում է զատիկ, բայց մենք ասում ենք հարություն։ Եթե ասում ենք զատիկ, թանկագիններ, եթե անգամ մենք էլ ասենք զատիկ, մենք պետք է պատկերացնենք Քրիստոսն է մեր զատիկը։ Քրիստոսն է Աստծո գառը, եթե դուք ներկա լինեիք ուրբաթ օրը կամ ովքեր որ ներկա էին, դուք լսեցիք, կարելի ասել մանրակրկիտ, որն էր պատճառը Քրիստոսի մահվան, չարչարանքերի, մահվան պատճառը որն էր, մեր մեղքերն էին։ Մեր մեղքերն էին, որ ծանրացան նրա վրա, մեր հանցանքներն էին, որ այդ բեռն էր, որ նա վերցրեց, որ մենք ազատ լինենք։ Ու գիտես, մի բան էր, եթե այդ բեռը վերցներ ու տաներ գերեզման ու ինքը հարություն չառներ, մենք նույն բեռնավորվածն էինք լինելու։ Մեր մեջ կրկնվելու էր նույն մեղքերը, մեր կյանքում ոչինչ չէր փոխվելու, երբեք, բայց երբ որ Քրիստոսը հարություն առավ, նա մեզ արդարություն շնորհեց, նա մեզ ձրի շնորհեց Աստծո արդարությունը, որտեղ որ գրված է, ներված են ձեր բոլոր մեղքերը, ներված են ամեն հավատացողի, ներված են բոլոր Քրիստոսին ընդունողների մեղքերը, որ գործել են, միգուցե կգործվեն, ու եթե կա Քրիստոսի հարությունը, կա Տիրոջ ներման զորությունը։ Ամեն։ Ուղղակի առաջ անցնելով կամ արագ թվարկեմ, գիտեք, երբ որ ասում ենք զատիկ, զատիկը ներկած ձվերը չեն, թանկագիններ։ Զատիկը, այն միջատ զատիկը չի, որ միգուցե ես չգիտեմ, սեղաններին դրված է, դրանք են նապաստակները չեն, թխված հացա բուլկեղենները չեն, տարբեր գույներով, դա չի զատիկը, էլ ինչ կա, որ զարդարում են, ճուտիկները չեն, ընդհանրապես, զատիկը մորթված և հարություն առած Քրիստոսն է։ Զատիկը այն խորհուրդն է, որ ինչքան էլ դժոխքը մենք երգում էինք տրամադրված լինի մարդկության դեմ, հավատացողի համար անցնում է։ Մահը իշխանություն չունի, նա գալի և անցնում է, տեսնելով Քրիստոսի անարատ արյունը մեր սրտերի վրա։ Իհարկե մենք այսօր կարիք չունենք քսելու այդ արյունը մեր սրտերի վրա պատկերավոր, բայց դրանք քսված են մեր անձերի, մեր սրտերի վրա հավատքի շնորհիվ։ Ամեն։ Ամեն։ Դրա համար թանկագիններ, գիտեք, միայն այս օրը չի հարության օրը։ Ամեն օր է հարության օր։ Ամեն օր է գործում այդ հարության զորությունը, ամեն օր է կենդանի Քրիստոսը, ամեն օր է ներումը զորավոր, ամեն օր է Հիսուսը մաքրում, փրկում, բժշկում, ամեն օր է Հայր Աստծո սերը բոլորի համար, ամեն օր է վերցրա քո համար պատասխանատվություն, ամեն օր ինչ որ մեկին ասա, գիտես Հիսուսը հարություն է առել, կասեն, լսի, բայց այդ երեք էր տոնը, ու պատճառ կլինի, որ դու ասես, լսի, միթե տարին մի անգամ մենք կարիք ունենք ներման, միթե տարին մի անգամ կարիք ունենք Տիրոջ շնորհքի, Տիրոջ վերաբերմունքի, Տիրոջ քաղցրության, միթե տարին մեկ անգամ մենք արտոնություն ունենք վայելելու Տիրոջ սերը ու գոհանալու, միթե, թե ամեն օր, թե միշտ, օրվա մեջ ընդմիշտ, դրա համար, եկեք վերցնենք պատասխանատվություն, ամեն օր ինչ-որ մեկին, ասենք, Քրիստոսը հարություն առել, ու դա պատճառ կլինի, որ լսի, եթե հավատաս Հիսուսի հարությանը, դու էլ հարություն կառնես, քո մեռած վիճակից հարություն կառնես, մեղքերի ծանրության միջից հարություն կառնես, ինչ-որ մահվան ճնշման ազդեցությունից հարություն կառնես, սխալ բնավորությանդ ազդեցությունից հարություն կառնես, չար մտքերի և խավարի ազդեցությունից հարություն կառնես, ամեն, շատ հրաշալի էր իրականում Տերը օրհնի բոլորին, նրանք օրերով, շաբաթներով, ամիսներով աշխատում էին, որ կարողանան ինչ-որ բան փոխանցեն մեզ,
կարողանան տպավորել, գիտես, մեր ունեցած հնարավորություններից մի փոքր մի բան, բայց ասեմ, իրականությունը ավելին է եղել, ավելի դաժան է եղել, ավելի ցավոտ է եղել, պատճառը միայն հենց դու ես եղել, ասա ես, պատճառը հենց դու ես եղել, գիտես, երբ որ ասում ենք մենք, կարծես թե շատերի մեջ մենք մեզ չենք գտնում, բայց երբ որ ասում եմ ես, հասկանում եմ, որ Հիսուսը հենց ինձ նկատի ուներ, Հիսուսը հենց քեզի նկատի ուներ, Հիսուսը ուզում էր, որ դու ներված լինես, որ դու փրկված լինես, որ քո կյանքը հաջողված լինի, Հիսուսը չէր ասում, դե գնում ենք, նա ամեն մեկին հատիկ գիտեր, ամեն մեկի գործերը գիտեր, ամեն մեկի անհաջողությունը գիտեր, ամեն մեկի ցավը գիտեր, վիշտը գիտեր, այն անդունդի մեջ խորացված մեղքի այդ քաշող զորությունը գիտեր, ամեն մեկի ու մարդկությունը ցավի մեջ հառաչումը ուզում է դուրս գա ու չկա ուրիշ ելք, եթե Հիսուսը հարություն չառներ։ Մի քանի տեղ թանկագիններ, ուղղակի ես անպայման պետք է ընթերցեմ Եփեսացիների եկեք թուղթը բացենք երկրորդ գլուխը ես այսօր հարության մասին եմ խոսելու Եփեսացիների երկրորդ գլուխը սկսվում է այսպես ասում է Պողոս առաքյալը նամակը գրում այդ եկեղեցուն ու գիտես այս խոսքերը բոլորիս է վերաբերվում ասում է եւ դուք որ մեռած էիք հանցանքներում եւ մեղքերում Որոնցում մի ժամանակ գնում էիք այս աշխարհի սովորության պես, օդի իշխանի պես, այն ոգու պես, որ հիմա ներգործում է ապստամբության որդիների մեջ։ Աստծո խոսքն ասում որ բոլոր աշխարհը, մենք էլ, բոլորս, ինչ էինք։ Ապրում էինք մեր կյանքով, ասում եմ մեռած էիք։ Դուք չէիք ապրում։ Այլապես ապրողին ինչ կարիք կա կյանք նվիրել կյանք նվիրես մեկին ով որ կյանք ունի ոչ կյանք նվիրում են մեկին ով որ մահացած է Աստծո խոսքը փաստում ասում եմ բոլորս մեռած էինք մեր մեղքերի մեջ գիտեք մահի ավարտը արդյունքը դա մահն է շուտ թե ուշ կապ չունի դա սրսկված է օրգանիզմի մեջ Խոսում է, որ օրգանիզմի մեջ արդեն մահ է գնացել։ Կյանք է սրսկված օրգանիզմի մեջ, անկախ նրանից ինչ է կատարվում կամ ինչ է զգում մարդը, նրա մեջ կյանքն է թագավորելու։ Եվ Աստծո խոսքն ասում է, որոնցում մի ժամանակ գնում էինք այս աշխարհի սովորության պես։ Այս աշխարհը ունի իր սովորությունները։ Այս աշխարհը մեզ չի տալիս ոչ մի փրկություն։ Ինքը մեզ տանում է մահվան ու գրված է խավարի իշխանի սովորության պես այո սատանայի որ տիրում է այսօր ամբողջ աշխարհի վրա սատանան այսօր տիրում է ամբողջ աշխարհի վրա թանկագիններ եթե դուք կլսեք սա այս ձայնագրությունը ու ձեզ կթվա թե դուք ապրում եք Աստծո խոսքը ասում է դուք չեք ապրում դուք մահացած եք դուք խաբված եք Այլապես Քրիստոսի կարիքը չէր լինի։ Դրա համար եթե դու ուզում ես ապրես, դու Քրիստոսի կարիք ունես։ Խնդրում եմ, տարածեք, երբ որ մեր էջերում այս կարճ ռիլսները կդրվեն, տարածեք, որ մարդիկ հասկանան, որ իրանք չեն ապրում։ Այս օդի իշխանը բոլորիս ինչ-որ մի բանով խաբել է, մեր սահմանափակել է մեզ ասելու, որ էս է ձեր կյանքը երկրի վրա։ Ինչքան կարող ես երկար ապրի, վայելի ու սա է, սրանից են կողմ ոչ մի բան չակնկալես։ Դա սուտն է։ Մենք ստեղծված ենք հավիտենական Աստծո կողմից հավիտենական էակներ ապրելու։ Ոչ թե միայն ապրելու, այլ զորավոր ձևով ապրելու, հաղթական կյանքով ապրելու։ Եվ ինչ է ասում։ Ասում այն իշխանը, որ հիմա էլ ներգործում է ապստամբության որդիների մեջ։ Որոնց մեջ ամենքս էլ մի ժամանակ ման էին գալիս մեր մարմնի ցանկությունները, մեր մարմնի եւ մտքի կամքը կատարելով եւ բնությամբ բարկության որդիներ էինք, ինչպես ուրիշներ։ Սա մեր անցյալն է։ Ամեն։ Լավը որ անցյալն է։
Բայց այստեղից է սկսում ամենակարևորը, բայց Աստված, որ մեծ է իր ողորմությամբ, իր շատ սիրո համար, որ սիրեց մեզ։ Եվ Աստծո խոսքն ասում է, երբ որ մեռած էինք հանցանքներում, նայեք նորից ասում մեռած։ Թանկագիններ, մենք չէինք ապրում։ Կյանքը Քրիստոսից է։ Կյանքը Քրիստոսով է եւ կյանքը Քրիստոսն է։ Ամեն։ Երբ որ մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արեց Քրիստոսի հետ։ Շնորհքով եք փրկված, նրա հետ մեզ հարություն տվեց եւ նրա հետ երկնավորներում նստեցրեց Քրիստոս Հիսուսում։ Այ նոր սկսվեց կյանքը։ Կասես, բայց ես ոչ մեռած եմ եղել, ոչ էլ հարություն եմ առել, չէ, մենք մեռած ենք եղել, սա իրականությունն է։ Մենք մեռած եղել ենք մեր մեղքերի մեջ, կտրված Աստծուց, կտրված երկնքից։ Ամեն։ Ու Քրիստոսով ասում է, Քրիստոսի հետ Աստված ձեզ հարություն տվեց։ Քրիստոսի միջոցով ձեզ հարություն տվեց։ Ինչպես, երբ որ մենք ընդունեցինք Քրիստոսին, երբ որ մենք հավատացինք, որ Քրիստոսի հարությունը դա մեզ համար էր, ովքեր որ հավատում են, որ Քրիստոսը մեռավ իր տեղ, դա նշանակում է նույնականացում, որ ես մեռա Քրիստոսի տեղը կամ Քրիստոսի հետ, ես մեռա։ Երբ որ Քրիստոսը հարություն առավ, ես էլ հարություն առա։ Ես ինձ նույնականացնում եմ իր հետ։ Ամեն։ Սա հավատքով է լինում։ Եվ ինչն է հետաքրքիր, մեզ հարություն տվեց Քրիստոսի հետ։ Սա է բարի լուրը։ Բայց ես ուրիշ բանից եմ ուզում խոսեմ։ Գիտես, շատ լավ է, մենք հարություն ենք առել։ Ինչ է նշանակում։ Մեր մեղքերը ներվել են։ Մենք հաշտություն ունենք։ Ես հիմա այսքան տեղեր չունեմ ժամանակ կարդալու, բայց արի հաջորդ կիրակի, ես քեզ ավելի հետաքրքիր ու շարունակությունն եմ ասելու։ Նայեք, մեր մեղքերը ներվեցին։ Մենք հաշտություն ունեցանք Աստծու հետ։ Մենք որդիներ կոչվեցինք, չէ՞։ Դժոխքի ձեռը կարճացավ մեր կյանքում։ Դժոխքի ցանկությունները փակվեցին մեր հանդեպ։ Չէ, չփակվեցին, ուղղակի իր ձեռքը կարճացավ։ Մենք էլ հասանելի չենք իր համար։ Ամեն։ Բայց ավելի զորավոր բան 7-ը ասում է, որ նոր եկող դարերում Հավիտյան ցույց տա իր շնորհքի գերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսի մեզ վրա ցույց տրված քաղցրությունով։ Այս ամենակարևորը։ Շատ լավ է ներվելը, շատ լավ է որդի լինելը, շատ լավ է երկնքի արքայության անձնագիր ունենալը, թույլտվություն ունենալը, շատ լավ է Աստծո հետ փոխհարաբերություն ունենալը, շատ լավ է, հալելույա, դու էլ ասա ամեն։ Բայց գիտեք, այս 7-րդ խոսքը ինչ ասում։ Ասում է, որ եկող ժամանակների մեջ ինքը իր այն քաղցրությունը, այն սրտի միջի այն սերը, որ ուներ քո հանդեպ, Քրիստոսի միջոցով ինքը ուզում է ցույց տա։ Կասես, դե հերիք էլի հարություն ա տվել։ Չէ, այ հարությունից հետոյի մասին եմ ուզում խոսամ։ Հա? Մենք ամեն օր պետքա վայելենք իր հարությունը։ Մենք ամեն օր պետքա վայելենք իր քաղցրությունը։ Մի հատ եմ կարդում։ Հիմա ուրիշ թարգմանությունով կարդամ։ Մի քիչ պարզ գրված, որպեսզի գալիք դարերում հավիտյան ցույց տա իր շնորհի գերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսով մեր հանդեպ ունեցած քաղցրությամբ։ Քրիստոսը Աստծո քաղցրությունն էր մեր հանդեպ։ Դու, ես իրավունք չունենք նույնը մնալու։ Ես ու դու իրավունք չունենք, հարություն ենք առել ու վերջ։ Հարություն ենք առել ապրելու հարության կյանքով։ Հարություն ենք առել ապրելու հարության զորությամբ։ Հարություն ենք առել, այսինքն մենք ասում ենք Հիսուսը հաղթել է, մեր կյանքում հաղթեց, որպեսզի հաղթական կյանք ապրենք։ Մենք խեղճ ժողովուրդ չենք, մենք մի կերպ կրակից փրկված չենք, մենք այո դժոխքից ենք փրկվել, կենդանացել ենք, բայց ասում է եկող դարերում, գալիք օրերի մեջ, հարությունից հետո ես ավելացնեմ իմ բառերով, Աստծո նպատակն է
որ ինքը իր քաղցրությունը քո հանդեպ ունեցած ցույց տա քեզ, ունեց ցույց տա քեզ, որ ակնհայտ լինի ամենտեղ։ Սրան պետք է հավատալ։ Սրան պետք է հավատալ, ողջ թե խեղճ ասել, փառք քեզ հարություն ենք առել։ Ինչ սա փոխվի որ։ Ոնց ինչ սա փոխվել։ Քաղաքացիությունը դա փոխվել։ Բայց հիմա եկեք մեր մտածելակերպը պետք է փոխվի։ Նրա զորությունը, որ մեզ կերպարանափոխում է, նրա զորությունը, որ լավ եկեք հաջորդ տեղը կարդամ, որ շատ որովհետև շնորհքով եք փրկված հավատքի ձեռով, եւ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է։ Բոլորս ենք ընդունում։ Մենք ոչ մեկս չկարողացանք մեր փրկությունը վաստակել։ Չէ՞։ Թեև ջանքեր ենք արել։ Դա գիտեք ինչ է նշանակում։ Մեր գործերով մենք Աստծուն չենք կարա շահագրգռենք դեպի մեզ։ Մենք չենք կարող Աստծո ուշադրությունը գրավենք մեզ, որ տես ես ինչքան լավն եմ, ավելի լավը հավատան Քրիստոսին, որ նա իմ փոխարեն կատարյալ ամեն ինչ արել է։ Ու եթե ես հավատում եմ Քրիստոսին, ես Աստծո ողջ բարեհաճությունը ունեմ։ Եթե ես ընդունում եմ Քրիստոսի այս օրերի մեջ կատարվածը, չարչարանքը, ամոթը, մեղքի այդ բաժինը, մահը, գերեզմանը, հարությունը, եթե ես ընդունում եմ, ես Աստծո աջ կողմն եմ նստած Քրիստոսի հետ, ես Աստծո ամենալավ ներկայության մեջ եմ, ես Աստծո սրտի մեջ եմ, ես Աստծո ամենաբարձր ուշադրությանն եմ ներկայացված։ Ցավոք քչերն ենք հավատում։ Ցավոք քրիստոնեության մեջ շատ քչերն են սրան հավատում։ Գիտեք ինչի։ Որովհետև երբ որ գնում ենք Աստծո մոտ աղոթք անելու, մենք փորձում ենք նրա ուշադրությունը գրավել տանք մեր վրա։ Մենք փորձում ենք մեր սրտաճմլիկ բառերով ասենք Տեր, եթե ողորմաս, եթե նայես, եթե Տեր քո կամքն է, լսեք Քրիստոսի հարությունը։ Մեկ ընդմիշտ սա Աստծո կնիքն էր, երկնքի երկրի ողջ դժոխքի առաջ, որ ես, դու արժանացել ենք նրա ողջ բարեհաճությանը։ Ինչքանն է այդ բարեհաճությունը։ Ով գիտի։ Ինչքան է։ Չափ չդնես։ Այսինքն ոնց Աստված իմ համար ուներ Աստված ավելի թանկը Հիսուսից։ Աստված քեզ համար։ Ամբողջությամբ ինչ որ բան խնայեց, հա? Ինչ որ հրեշտակ զոհեց, հա? Ինչ որ Հիսուսի մի մասը տվեց, ամբողջությամբ։ Հիսուսը մենակ հիվանդացավ, թե ամբողջությամբ մահացավ, ամբողջությամբ նվիրվեց։ Ինչի համար, թանկագիններ, ասա ինձ համար, որ ինչ լինի, որ իր հարության զորությունը մեր կյանքերում ակտիվ լինի, միշտ, որ ասում է եկող դարերի մեջ, ամեն օրվա մեջ մենք դա եւ վերապրենք հավատալով, եւ գործենք հավատալով, եւ դրսևորենք հավատալով։ Ամեն։ Հռոմեացիների 10-րդ գլուխ։ Նայեք։ Որովհետև եթե բերանովը Տեր Հիսուսին դավանես, Հիսուսին Տեր դավանես եւ սրտումդ հավատաս, թե Աստված հարություն տվեց նրան մեռելներից, կապրես։ Ամեն։ Եթե սրտումդ հավատաս, ասում է Հիսուսին Տեր ասես, բայց սրտումդ հավատաս, որ Հիսուսին Աստված հարություն ա տվել, դա կյանք ա տալիս։ Դա կյանք ա տալիս, դա հարություն ա տալիս։ Պատկերացնում եք, աշխարհում կան ուժեր, 5 րոպե խնդրում եմ, աշխարհում ուժեր կան, օրինակ, կան ծանրամարտիկներ վերցնում են ծանր քաշեր, չէ՞, կան զորություններ, օրինակ, աերոդինամիկա, որ հակառակը գնում
երկրի ձգողական ուժին։ Էլ ինչ ուժեր կան։ Տարբեր ուժեր, չէ՞։ Ամեն մեկս ինչ որ ուժեր ունենք։ Գիտես կա հարության ուժ, որը որ վերա։ Բժիշկները ունեն ուժ, այսինքն կարողություն, զորություն, հիվանդներ առողջացնելու, բայց ոչ բոլոր ցավոք սրտի։ Գնացքները ունեն ուժ, շոկեքաշերը, մի խոսքով մեքենաները, բայց գիտեք ինչա մեր մեջ բնակվում։ Հարության զորությունը մեզ հարություն տվեց ու չհեռացավ մեզանից, նա եկավ ու բնակվեց մեր մեջ։ Իմ ուղերձը սրա մեջ է, որ այդ զորությունը, որ Քրիստոսին հարություն տվեց, այսօր մեր մեջ է ապրում։ Ու հարց. ինչի համար այդ զորությունը մեր մեջ ապրում։ Գնանք երևի թե Եփեսացիների այս վերջի տեղն էլ ես կընթերցեմ, թող մեր փառաբանության թիմը բարձրանա։ Նայեք, առաջի գլուխ 17-րդ խոսքից Պողոս առաքյալ ասում է ես աղոթք եմ անում եւ 18-րդ խոսքում ասում է որ ձեր սրտի աչքերը լուսավորվելով իմանաք թե ինչ է Աստծո կոչումի հույսը, ինչ է իր ժառանգության փառավոր մեծությունը սուրբերում եւ ինչ է նրա զորության գերազանց մեծությունը մեզանում, որ հավատացինք իր կարող զորության հաջողության պես։ Կարող շատ բան չհասկացար, բայց ուզում եմ հասկանամ, ինչ է այն գերազանց զորությունը Քրիստոսի, որ մեր մեջ է։ Եղբայրները, տղաները, երբ որ մեքենաների սիրահար են, ասում են, գիտես քո մեքենայի հզորությունը շարժիչը ինչքան է։ Մեկ ասում է այսքան ու այսքան, մեկ ասում է այսքան, մեկը այսքան, ու ինչքան թվերը բարձրանում են, այդքան հասկանում ես, որ այդ մեքենան ունի մեծ հզորությունով շարժիչ։ Հզորություն, որ կարող է գործի դնել, չէ՞։ Անգամ սպորտային մեքենաներ կան, որ ասում են, գիտես, սա է իր շարժիչի հզորությունը։ Իսկ ինքը շատ մեծ արագություն կարող է կարճ ժամանակում անցնել, չէ՞, կարճ ժամանակում մեծ արագությամբ կարող է ընթանալ։ Բա ինչ է, որ խոսում ենք Աստծո գերազանց զորության մասին, հարության զորության մասին։ Աստծո խոսքը ասում է ապրում է մեր մեջ։ Այսօր մենք երկու աղոթք ենք անելու, որ Աստված բացի մեր հոգու աչքերը ու մենք հայտնություն ստանանք։ Գիտես, Հիսուս եկավ մեզ փրկեց, ազատեց, հարություն տվեց։ Ու վсё, ու կինոն ավարտվեց։ Աստծո խոսքը ասում է զորություն ապրում է մեր մեջ։ Ինչու։ Եկեք հարց տանք Տիրոջը, Տեր, ինչու է այդ զորությունը ու ապրում իմ մեջ։ Իսկ ես օգտվում եմ իմ մարդկային զորությամբ։ Երբեմն իմ մարդկային զորությունն էլ է տկար։ Իսկ ես օգտվում եմ այս աշխարհի թելադրած զորությամբ։ Գիտեք, որ մեղքը մեր վրա իշխանություն չունի։ Որովհետև մենք հաղթել ենք մեղքին Քրիստոսի մեջ։ Իսկ մենք քրիստոնյաներս այսօր ասում ենք, վայ, ես մեղքի մեջ ընկա, այն մեղքի մեջ ընկա։ Իսկ գիտեք, որ մենք զորություն ունենք մեղքին արմատապես խորտակելու մեր կյանքերում։ Եվ այլևս նա երբևէ մեր կյանքերում չդրսևորի իրան։ Ինչի շնորհիվ։ Էլ այսքան լավն ենք։ Հիսուսի հարության զորությունը մեր մեջ է ապրում։ Նա ապրում է մեր մեջ, որ դրսևորի իրան։ Որ մեղքի հարցերը լուծի, այլապես մեղքը նոր մահ կծնի, որ փառահեղ մեզ կանգնեցնի Աստծո առաջ, որ ոչ թե մեր տկարությունների, մեր թերությունների քողի տակ պաշտպանված ապրենք պատճառաբանություններ բերելով, այլ դեն գցենք այդ քողը վերցնելով կամ հավատալով Տիրոջ զորությանը, հարության, ապրենք հաղթական կյանքով։ Ես էլ եմ ուզում, Տեր, ինչ է այդ զորությունը,
Ինչ է այդ գերազանց զորությունը, որ ուզում եմ գործի մեջ, որ ազատի ինձ, որ ես այլևս չասեմ, դե այս մեղքը ես ինչ անում, այս աշխարհը ես ինչ անում, այս հիվանդությունը ես ինչ անում, այս խնդիրները ես ինչ են անում։ Զորությունը վերա։ Ու ինչքան լավ է, որ այդ զորության անունն է հարության զորություն։ Ոչ թե բժշկելու զորություն։ Ոչ թե միայն ամենօրվա հանապազորյա հացի լրացման զորություն, այլ հարության զորություն։ Գիտես, շատ հարցեր հնարավոր է լուծել այս աշխարհում, բայց որ մեռել հարություն առնի, դու հասկանում ես, որ ստեղ սա ուրիշ կատեգորիա է։ Հիվանդներ բժշկված տեսել ենք, չէ՞, խնդիրներ լուծված տեսել ենք, իրավիճակներ փոխված լսել ենք, տեսել ենք, բայց որ մեռել հարություն առնի, հասկանում ես, որ սա գերբնական բան է պետք, սա բնական չի, սա հնարավոր չի, բայց զորությունը ապրում է քո մեջ, այդ զորությունը ապրում է քո մեջ։ Այսօր էլ հարց կտանք, բայց գնա տուն, ոսա Տեր ինչի համար է դա իմ մեջ, ինչու եմ ես դա ստացել, որ ինչ անեմ, որ հետ գամ տամ քեզ, չէ, որ ստեղ գործադրեմ, ամեն, որ Քրիստոսի 20-րդ խոսքը, ես հիմա ապացուցեմ, որ դա այդ զորության մասին է, որ Քրիստոսի վրա գործադրեց նրան մեռելների միջից հարություն տալով եւ իր աջ կողմը նստեցրեց երկնավորներում։ Ամեն իշխանությունից, պետությունից, զորությունից, տերությունից վեր, ամեն անունից վեր, որ անվանվում է ոչ միայն այս աշխարհում, այլև այն հանդերձյանում։ Եվ ամեն բան հնազանդեցրեց նրան ոտքերի տակ եւ Քրիստոսը եկեղեցու գլուխն է։ Ինչքան նման էր Եփեսացիների այս խոսքը, Եփեսացիների 2-րդ գլխի խոսքը։ Մի քանի բան եմ գրել, ինչ տվեց ինձ հարությունը։ Ելք ամեն իրավիճակներից, հաղթանակ ամեն իրավիճակների վրա։ Մենք նոր արարած դարձանք, նոր մարմնավոր էինք, դարձանք հոգևոր։ Ամեն։ Իսկ հոգին ունի զորություն հաղթելու մարմնի գործերը։ Ամեն։ Հանրաճանաչ առաքյալ կամ ասում ենք առաքյալների առաքյալ։ Ինքն էլ հարց ուներ։ Ինքն է փնտրտուք ուներ։ Եվ Եփեսացիների 3-րդ գլխի 10-րդ խոսքն եմ կարդում, բայց վերևում գրված է ամեն բան աղբ համարեցի, ոչինչ համարեցի։ Այսինքն, երբ որ դրեցի կշեռքի վրա, դա ոչինչ էր։ Իր կյանքը, ունեցվածքը, անունը, հեղինակությունը, ամեն բան մի բանի համար։ 10-րդ, որ ճանաչեմ նրան, ում Հիսուսին, եւ նրա հարության զորությունը, եւ նրա չարչարանքներին մասնակից լինելը, նրա մահվան կերպարանակից լինելով, որպեսզի մեռելների հարությանը հասնեմ։ Կա երկրորդ հարություն, բայց մինչև ասում, ինչ կա դրա մեջ թաքնված, թանկագին եկեղեցի, եկեք ոտքի կանգնենք, այսօր այս եմ ես ուզում ասեմ, մենք գոհանում ենք, որ Տերը հարություն առավ, մենք գոհանում ենք, որ փրկեց, մենք այսօր խավար չենք, մենք լույսի ժողովուրդ ենք, Աստծո նպատակն է, որ ճանաչենք նրան, նրա հարության զորությունը, ամեն, որ տրված է մեզ, հարության զորությունը տրված է մեզ, որն է դրա նպատակը, որ Աստված ուզում է իր փառավոր զորությունը դրսևորի մեր կյանքում, մեկ եւ մեր միջոցով երկուս, ամեն, հարության զորություն, Տեր մեր աղոթքն է այսօր, մեր աղոթքն է, որ Տեր լուսավորես մեր հոգու աչքերը, որ մենք բոլոր սուրբերի հետ միասին կարողանանք հասկանանք Տեր,
ինչ գերազանց զորություն կա մեր մեջ բնակվող քո Սուրբ Հոգու միջոցով, որ գրված է, որ դու Հիսուսին մեռելներից հարություն տվեցիր, եւ նույն Հոգին ոչ ավել, ոչ պակաս բնակվում է մեր մեջ, Տեր իմ Աստված։ Մենք մեր խնդրանքն ու մեր աղոթքն հայտնություն տուր այսօր քո եկեղեցուն, Տեր, որ մենք հասկանանք ինչի համար այդ զորությունը մեր մեջ, որն է նպատակ այդ զորության մեր մեջ բնակվելու, Տեր, ու դու ասում ես ոչ թե ինչ որ մի չափը, այլ ամբողջ զորությունը, գերազանց զորությունը Հիսուսի անունով լուսավորիր մեր հոգու աչքերը եւ ինչպես Պողոս առաքյալը կասեր, որ կարողանանք ամեն բան աղբ համարենք եւ գանք Տեր իմ Աստված ամենակարևորին ճանաչենք քեզ եւ այն զորությունը, որ բնակվում է մեր մեջ։ Մենք ուզում ենք ապրենք, մենք ուզում ենք Տեր այդ զորությամբ ապրենք, մենք ուզում ենք ցույց տանք այդ զորությունը կիրառենք մեր կյանքում, ու այսօր էլ մենք խոսում ենք, որ այդ զորության շնորհիվ Հիսուսի անունով, որ ամեն մեռածը, ամեն տկարը, ամեն հիասթափվածը, ամեն կոտրվածը, ամեն ջախջախվածը, անհույսը հարություն առնի Հիսուսի անունով, մենք այսօր խոսում ենք, որ ամեն տեսակի խավար, մշուշ, որ պատել է մարդկանց մտքերին, սրտերին եւ մեռած են իրենց գործերի մեջ, իրենց անհնազանդության ու հակառակության մեջ, մենք խոսում ենք կյանք Հիսուսի անունով, որ նրանց հոգու աչքերը լուսավորվեն Քրիստոսին ճանաչելու համար եւ մեր մեջ էլ մենք խոսում ենք, որ այդ զորության շնորհիվ Հիսուս Քրիստոսի անունով հենց հիմա ամեն խավարի գործ քանդված լինի, ամեն անհավատություն ու վախ հեռանա, ամեն տկարություն բաց թողնի մարդկանց մարմինները եւ գա բժշկություն, գա Աստծո փառահեղ ներկայությունն ու հաղթանակը ամեն մեկիս կյանքի մեջ Հիսուս Քրիստոսի անունով, քանզի մենք դավանում ենք, որ Հիսուսն է մեր Տերը եւ հավատում ենք, որ նա հարություն առել մեռելներից, մենք կենթանիներ ենք, մենք կենթանին ենք այսօր եւ վկաները Քրիստոսի հարության։ Տեր օրհնի քո եկեղեցին, օրհնի քո ժողովուրդը, օրհնի քո սուրբերին, որ կարողանանք Տեր քո զորությունը տարածել ամեն տեղ, ապրել այդ զորության մեջ, որ չափ ու սահման չունի։ Էլի շնորհակալ ենք քեզանից, Տեր, այդ խաչի հաղթանակի համար, դատար գերեզմանի համար եւ երկնքի բաց դռների համար։ Մենք օրհնում ենք քեզ, օրհնում ենք մեկս մյուսիս Հիսուսի անունով ու փառք ենք տալիս քեզ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։